կվերանա, այս էլ մի օր կվերանա, կփոխվի։ Կանանց գաղութում դեռ 3.5 տարի պետք է կրի պատիժն այս կինը, խարդախություն անելու համար է անազատության մեջ։ Ահավոր ձևով հուսահատության մեջ եմ, դե առանց իրանց չի ստացվում։ Որդուն աղջկան թորներին է կարոտում, չնայած օրը 2 անգամ 20 րոպեով թողնում են հեռախոսով խոսել, բայց չի հանդարտվում։ Երազում է ժամանակը հետ տալու մասին, չաներ այն, ինչի համար 4 տարի ազատազրկման է դատապարտվել։ Ամեն օր Աստվածաշունչ է կարդում, աղոթում է։ Այստեղ բոլորի սեղաններին են սուրբ գրքեր։ Հոգեբանները աշխատում են, բայց հարմարվել չես կարող հարմարվել։ Միշտ ձգող են կողմնա, ձգող։ Ազատության են ձգտում Աբովյան քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող կանայք։ Նրանք վերանորոգված մարզասրահ, գրադարան, կարի արտադրամաս ունեն։ Իրենց լավ դրսևորած դատապարտյալներին թույլ են տալիս աշխատել, բայց խեղտող է, երբ քո փոխարեն են որոշում, երբ ուտես, երբ զբոսնես, երբ խոսես սիրելիներիդ հետ, նրանց տեսնես։ Ունենք 1-2 անձ, այս վերջերս որ սուիցիդալ մտքեր ունեցել են կամ բարբերաբար կրկնվում են իրենց մոտ այդ մտքերը, իրենց հետ ենք շատ ավելի հաճախակի ուշադրություն դարձնում, հաճախակի աշխատանքներ վարում։ Միայն վերջին 10 օրում Աբովյան քրեակատարողական հիմնարկում ինքնավնասման 2 դեպք է եղել, ասում է հոգեբանը։ Այս տարի 11 մարդ հացադուլ է արել այս գաղութում։ Արտարոց դեպքեր բանտում իհարկե լինում են, ասենք ինքնավնասման դեպքեր եղել են, բայց նկատելիորեն պակասում են ինքնավնասման դեպքերը, հենց նրանով պայմանավորված, որ մասնագետները աշխատում են վերասոցիալականացման ուղղությամբ։ Աբովյան քրեակատարողական հիմնարկում 80 մարդ անազատության մեջ է, 7 անչափահաս, նրանցից ամենափոքրը 15 տարեկան է, երեխամայր 2 կին կա։ Կանանց կատարած հանցագործությունները ավելի սոցիալական բնույթի են, գողություն, խարդախություն, ավելի թեթև հանցագործություններ են, սպանության դեպքեր շատ չեն, գրեթե չկան։ Կատարած հանցանքից է կախված քրեակատարողական հիմնարկում ինչ պայմաններում կապրեն բանտարկյալները։ Ավելի թեթև հանցագործածների վրա դուռ չեն փակում։ Խցերում ապրում են ծանր հանցագործածները, որոնց առաջ փոքրիկ պատուհանը բացվում է հիմնականում ուտելու ժամին։ Այսօր մենյուում բրինձ, ձուկ, թանապուր է։ Բանտի կանոնադրությունը խախտածներին պատժախուց են տանում։ Ոչ մի բանը համարյա մյուս խցերից չի տարբերվում։ Ուղղակի այդ իրանց քնելատեղն է, որ փակում ցերեկային ժամերին չեն կարող օգտվել։ Անազատության մեջ ապրողների շատերը նաև գիշերակացով հյուրեր են ունենում։ Այս սենյակներում կանայք մինչև 3 օր կարող են անցկացնել իրենց ամուսինների հետ։ Ծմա դատապարտված կանայք չկան, այսպես ասած զոննայող էլ չկա կանանց գաղութում, վստահեցնում է քրեակատարողական հիմնարկի պետը։ Կանանց գաղութը նայող չունի։ Ընդհանրապես այդ նայող հասկացողությունը ես չգիտեմ։ Կանանց գաղութում նաև 13 ուրիշ պետությունների քաղաքացիներ են պատիժ կրում։ Նրանցից շատերը խարդախություն են արել, թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվել մեր երկրում։ Գանա Մովսիսյան, Արաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։